Մի մարդ գնում է աշխատանքի ընդունվելու ռեստորանում որպես մաքրող, զուգարան մաքրող։ Եվ երբ այդտեղ նրան որոշում են, որ պետք է ընդունեն աշխատանքի, նրան տալիս են այդ համաձայնագիրը, որ պետք է ստորագրի։ Մարդն ասում է, ցավոք սրտի, ես գրել եւ կարդալ չգիտեմ։ Հետևաբար այդ գործատուն ասում է, ցավոք սրտի, քեզ աշխատանքի վերցնել չենք կարող, քանի որ անպայման պետք է, որ դու գրեիր քո անուն, ազգանունը եւ ստորագրեիր։ Բայց փոխարենը սեղանի վրա բանանների կույտ է լինում եւ այդ բանանները տալով այդ մարդուն ասում է, սա կարող եմ քեզ նվիրել, ուրիշ բան չեմ կարող առաջարկել։ Այսպես մարդը աշխատանքի մերժումը ընդունելով վերցնում է բանանները եւ գնում նստում օվկիանոսի ափին։ Այդտեղ անցնում են մի խումբ մարդիկ, կարծում են, թե այս մարդը բանան է վաճառում։ Սկսում են այդ բանանները գնել իրենից։ Նա տեսնում է, որ մի կլորիկ գումար հավաքվեց, գնում է մյուս օրը ավելի շատ մրգերով է վերադառնում։ Եվ ժամանակ առ ժամանակ տեսնում է, որ ժամին ինչն է ավելի շատ վաճառվում, դա վերածվում է փոքրիկ սեղանիկի, հետո փոքրիկ կրպակի, հետո մեծ խանութի, եւ երբ որ արդեն մեծ առաջարկ է ստանում, որ այդ խանութը դառնա խանութների ցանց, իր լիքը աշխատակիցներով շրջապատված եւ իրեն փոխանցում են այդ պայմանագիրը, ասելով, որ այստեղ ստորագրի, քանի որ սրանից է կախված այդ բոլոր ցանցերի համաձայնագիրը։ Այդ մարդը պտտվում է եւ ասում է, ցավոք սրտի, ես չգիտեմ գրել եւ կարդալ։ Բոլորը զարմանում են, ասում են, այդ դեպքում պատկերացրու, եթե գրել կարդալ իմանայր ինչերի էիր հասնելու, եթե առանց գրել կարդալու այս ամենին հասել ես։ Ասում է, կարող եմ ձեզ պատասխանել, ես լինելու եի ռեստորանում զուգարան մաքրող։ Սիրելիս, եթե կարծում ես, թե քո թուլությունը, քո պարտությունն է, հիշիր, քո թուլությունը կարող է քո ուժը լինել, քանի որ Աստծո խոսքում գրված է, որ իմ տկարության մեջ զորավոր եմ Հիսուսով։ Թող Աստված օրհնի քեզ եւ դու քո բոլոր թուլություններին նայի որպես հնարավորություն մեծ բաներին հասնելու։ Աստված օրհնի քեզ։